Բարև ձեզ։ Այսօր կանցնենք միասին Equify-ի հարթակով եւ կհասկանանք, թե ինչպես է պետք գրանցվել եւ կատարել առաջին ներդրումները ստարտափները։ Նախ մոտ գործենք equify.com հարթակ։ Այնուհետև այստեղ կտեսնեք sign up կոճակը, որտեղ կարող եք լրացնել բոլոր տվյալները, շատ կարևոր է այստեղ ճիշտ լրացնել, քանի որ հետո այս տվյալները գրանցվելու են դեպոզիտարիայում, որպեսզի այն արժեթղթերը, որոնք ձեռք եք բերում Equify-ի միջոցով, գրանցվեն նաև դեպոզիտար համակարգում։ Ավելի արագ հնարավոր է Google-ի միջոցով գրանցվել, սակայն հետո մյուս անհրաժեշտ ինֆորմացիաները պետք է լրացնել ձեռքով։ Գրանցվելուց հետո բերում է այս պատուհանը, որտեղ արդեն, ինչպես ասացի, ձեռքով անհրաժեշտ է գրել ծննդյան ամիսամսը թիվը, նշել երկիրը, քաղաքը, հասցեն, սոցիալական քարտի համարը, եկամուտը, ակտիվները, կարող եք նշել նաև թե ինչ ոլորտից եք եւ ինչ ունեցվածք ունեք։ Իհարկե կարող եք նշել, կարող եք բաց թողնել այս մասը, սա հետագայում արդեն ռիսկը որոշելու համար է։ Այստեղ նշում եք դուք արդեն ներդրումներ կատարել եք թե ոչ եւ ամենը լրացնելուց հետո սեղմում եք պահպանելու կոճակը։ Այս քայլերը անելուց հետո կբացվի Startup Investment Edge-ը, որտեղ կարող եք տեսնել, թե այս պահին ինչ ստարտափներ են ցուցակված։ Մինչ ներդրում անելը կարևոր է նաև անցնել հարթակում համապատասխանության ստուգում, որը անցնելու համար պետք է մուտք գործել Payments եւ Accounts բաժին եւ այստեղ Identification Documents-ում ընտրել եւ վեր բեռնել նշված 3 փաստաթղթերից առնվազն 2-ը։ Վեր բեռնենք։ Փաստաթղթերը հերթով ավելացնելուց հետո պետք է սեղմել Save կոճակը եւ այնուհետեւ 24 ժամվա ընթացքում փաստաթղթերը պետք է ստանան հաստատում մեր կողմից։ Հաստատում ստանալու դեպքում կստանաք ձեր էլեկտրոնային հասցեին, որը որ նշել եք գրանցվելուց, հաստատման նամակ։ Հաստատման նամակ ստանալուց հետո արդեն բաց կլիներ ներդրում անելու հնարավորությունը։ Կարող եք ընտրել ստարտափներից մեկը եւ կատարել ներդրում։ Օրինակ, ստարտափներից մեկում տակտունում ներդրում անելու համար անհրաժեշտ է սեղմել այստեղ Invest կոճակը, ընտրել այն գումարը, որը որ ցանկանում եք ներդրում կատարել, համաձայնել պայմաններին եւ այնուհետեւ ստորագրել փաստաթուղթը, ներդրումային հայտը։ Այստեղ դրույթները կարող եք կարդալ, ուսումնասիրել, կարդալուց հետո սեղմել, որ հաստատում եք եւ ուղարկել ստուգման։ Ուղարկելուց հետո կհայտնվի այսպիսի պատուհան, որտեղ կնշվի, թե որքան եք ներդրում կատարում, որքան վճարներ եք կատարելու արդեն հարթակի օպերատորին եւ որքանը լինելու ձեր արդեն մաքուր ներդրումը։ Այստեղ պետք է համաձայնեք պայմաններին, անհրաժեշտության դեպքում կարող եք նաեւ կցել քարտը եւ սեղմել ներդրման կոճակը։ Կբացվի Ամերիա բանկի VPOS, որտեղ արդեն կարող եք հավաքել ձեր քարտի թվերը, ինչպես մնացած այլ VPOS-ների դեպքում, եւ լրացնելուց հետո սեղմել Pay, որից հետո շատ ստանդարտ կերպով պետք է լրացնել այն թվերը, որ ուղարկում է առկա համակարգը հեռախոսահամարին եւ ուղարկել։ Ներդրում կատարելուց հետո այստեղ մենք ունենք Pending Actions բաժին, որտեղ կարող եք տեսնել բոլոր այն գործողությունները, բոլոր այն կիսատ թողած ներդրումները, որոնք իրականացրել եք։ Այստեղ մեր դեպքում մենք ներդրում ենք կատարել տակտունում, որտեղ մեծ մնացել է 2 քայլ ամբողջական ներդրումը հաստատելու համար։ Ներդրումային հայտը ներկայացնելուց հետո մենք այստեղ ունենք 4 օր ժամանակ, որպեսզի մտածենք եւ եթե հանկարծ փոշմանելու դեպքում կարողանանք կատարել չեղարկում։ 4 օր հետո չեղարկում կատարել արդեն հնարավոր չի լինելու։ Ընթացքում ներդրումը չչեղարկելու դեպքում այն գումարը, որ սառեցվել էր հաշվից, կգանձվի եւ արդյունքում ստուգում անցնելով մեր կողմից կհաստատվի ներդրումը։ Վերջին քայլով արդեն երբ որ արշավը կփակվի եւ վերջնական ցուցակները կհաստատվեն ստարտափի կողմից, ձեր ներդրումը կհաստատվի եւ կգրանցվի Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում։ Նաեւ այստեղ կունենանք պորտֆոլիո բաժին, որտեղ որ ցույց կտրվի բոլոր այն ներդրումները, որոնք որ արդեն հաստատվել են։ Մյուս օրինակով ցույց կտա ինչպես է աշխատում մեր մյուս պրոդուկտը Index Investment-ը։ Index Investment բաժնում դուք կարող եք կատարել ներդրումներ պարբերական կարգով, այսինքն յուրաքանչյուր ամիս ընտրել որոշակի քանակ եւ որը որ ավտոմատ եւ հավասարաչափ կբաշխվի
այն ստարտափների միջև, որոնք այդ պահին ցուցակված կլինեն հարթակում։ Ներդրում անելու համար, ինչպես եւ նախորդ անգամ պետք է ընտրել ամսական այն քանակը, որ ցանկանում եք ներդրում կատարել, ընտրել հաստատման կոճակը եւ բաժանորդագրվել։ Այստեղ նույնպես անհրաժեշտ է ստորագրել ներդրումային հայտը եւ ուղարկել հաստատման։ Այս բաժնում, ինչպես եւ նախորդ անգամ, անհրաժեշտ է հաստատել պայմանները եւ Ամերիաբանկի VPOS-ի միջոցով կատարել ներդրում։ VPOS-ում տվյալները դրացնելուց եւ գումարը սառեցնելուց հետո կարող եք արդեն ձեր Pending Actions բաժնում տեսնեք ավելացված Index Investment գործառույթը։ Այստեղ նույնպես նման երկու քայլ ամբողջական ներդրումը հաստատելու համար։ Դարձել ունեք 4 օր ժամանակ չեղարկելու համար։ Եվ այսպես յուրաքանչյուր ամիս այն գումարը գանձվի ավտոմատ եւ առանց կարիքի յուրաքանչյուր անգամ մտնել վեբկայք։